Անկանխատեսելի է։ Յուրաքանչյուր ժամին էլ խցանում անում։ Ահավոր է, ոչ թե մի, ասենք, վատ այլ ահավոր։ Լրիվ քաոս է։ Հնարավոր չի լուն քշել։ Երևանում երթևեկությունն անտանելի է դարձել, խցանումներն ամենուր ու ամեն ժամի են, անկանխատեսելի է, էլ պիկ ժամեր գրեթե չկան, ձյուն ու անձրև էլ պետք չէ, որ երթևեկությունը կաթվածահար լինի, մայրաքաղաքում ուղղակի քաոս է, դժգոհում են Երևանի բնակիչները, որ աշխատանքի են հասնում խցանված ճանապարհներին նյարդերը քայքայած։ Ահավոր խցանումներ է, ասենք Բանգլադեշից հասնում եմ Մասիվ, 2 ժամից ոչ պակաս։ Նորմալ է։ Մեկ ժամ է տևում, ասենք, եթե մեծ խցանում է լինում էլի։ Ժամը տարբերություն չունի, հիմա ամեն ժամ խնդրեմ նայեք ինչ է կատարվում։ Երևանի բնակիչները 10-20 րոպեի կես ժամվա ճանապարհը հաղթահարում են ժամերով, եւ սա միայն առավոտվա կամ երեկոյան պիկ ժամերին չէ, ոչ էլ միայն կենտրոն տանող պողոտաներին։ Օրինակ Կիևյան փողոցը դեպի Բարեկամություն խցանված է գրեթե միշտ։ Առավոտյան 10-ին ու 11-ին էլ այստեղ երթևեկությունը ծանրաբեռնված է։ Երևանը դարձել է շատ նյարդային քաղաք ապրելու համար։ Օրեցօր խցանվող ճանապարհներից ելք կա, եթե կառավարությունն ու քաղաքապետարանը կամք ունենան, կարծում են մեզ հանդիպած բնակիչները։ Թունելներ ու էստակադաներ պետք է կառուցեն, ճանապարհների փոսերը պետք է լցնեն։ Ծանրաբեռնված Երևանում նոր բազմահարկ շենքեր չպետք է կառուցեն, առաջարկում են քաղաքացիները։ Գետնանցումներ, այսինքն թունելներ մեքենաների համար ու վերևից ճանապարհներ, էսկադարներ։ 20 հարգանի, 30 հարգանի շենքեր են սարքում, այդ ավտոները որտե են կայնելու, այդ երթևեկությունը ոնց անելու, ինչի՞ ասես բերը լցե քիչ ամոնում են հրապարակեն կենտրոնում բերեն շենք սարքեն։ Ամեն քայլափոխին փոսեր են, դե հիմա ոնց որ այդ փոսերը ստեղծել են, այդպես է թող բարի լինի քաղաքապետարանը, զբաղվի դրանով։ Փողոցներում այսպես յամեկ է, մեջներով ենք, լողանալով ենք անցնում։ Որտեղից խցանում չունի։ Ուրիշ տարբերակ չկա։ Իշխանությունը պետք է փոխվի։ Եթե փոխվի խնդիրները կլուծվեն։ Բոլոր խնդիրները կլուծվեն, միայն այդ չէ։ Երևանյան խցանումների մասին ինչ են մտածում կառավարությունն ու քաղաքապետարանը։ Ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմերը հայերը ոնց է։ Անչափ չի էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ այդ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը։ Մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետեւ օրինակի համար վերջի վարկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Վարչապետն ու քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկվա նիստում պատճառներից էին խոսում ու հնարավոր լուծումներից։ Վարչապետն ու քաղաքապետը պատճառներ էին փնտրում իրենց կառավարումից դուրս, իսկ հարցը մեղմելու վերաբերյալ Փաշինյանը նորից հիշեց իրենց կառավարության մասշտաբային ծրագրի մասին։ Մետրոյի մեր ծրագրերի հետ կապված, ընդ որում սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա։ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար։ Ավինյանն էլ հիշեցրեց սպասվող 45 տրոլեյբուսների մասին, որ մայիսի կեսերին կհասնեն Երևան։ Իրենք ստեղծում են խնդիրներ, հետո փորձում են գտնել լուծումներ, բայց արյուտես որ էլի հարկադրված են մեղավոր կարգել ուրիշներին։ Եթե Փաշինյանի իշխանությունն ուզում է խնդիրն իսկապես լուծել, թող քաղաքապետարանը դադարեցնի շինթույլտվությունները։ Իրենց նշած այդ ավտոմեքենաները ավելացել են, որովհետև բնակչության թիվն է ավելացել, ծանրաբեռնված Երևանում չդադարող շինթույլտվությունների պատճառով, ասում է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Վերջին 5 տարում տրվել է 17000 եւ վերջին 6 տարում 21000 մեծ եւ փոքր շինթույլտվություն։ Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը իշխանությանն է մեղադրում ստեղծված իրավիճակի համար։ Քաղաքապետարանի լուծումները շղթայական նոր խնդիրներ են առաջ բերում, քննադատում է Սուքիասյանը։ Քաղաքի բնակչությունը ըստ նույն Ավինյանի շուտով կմոտենա 1.200.000-ին։ Եթե պետք է մարդատար մեքենաները կենտրոնից հեռացնես քո քաղաքականության արդյունքում
բայց դա էլ լցնես ավտոբուսներով, մեկ այլի խցանում ա լինելու, որովհետև եթե քաղաքի կենտրոնը նախատեսված չէ 1.200.000 բնակչության համար եւ մարդուն չես կարող արգելել կենտրոնով անցնել կամ կենտրոնում իր գործերով, չգիտեմ, հյուր գնալ, հանդիպումներ ունենալ, ժամանակ անցկացնել։ Այսինքն դու այդ դրանք լուծում չեն։ Լուծումը առաջին հերթին այս խելահեղ տեմպերով կառուցապատման սահմանափակումն է, վերանայումն է։ Որ Երևանում կենտրոնը բեռնաթափվի, քաղաքապետարանը բարձրացրեց կարմիր գծերի վճարները, դասերի ժամը փոխեցին, հանրային տրանսպորտի գծերը առանձնացրին, բայց չօգնեց, ասում են բնակիչները։ Իրավիճակն ըստ նրանց փոքր-ինչ մեղմվում է, երբ աշխատանքային ժամերի ավարտից հետո ճանապարհային ոստիկաններն են փորձում կարգավորել երթևեկությունը։